Գրքի տոն է այս օրերին եւ ոչ միայն այս օրերին, այլև ողջ տարվա ընթացքում, քանի որ ինչպես գիտեք 2012 թվականին Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք նվիրված, այսպես ասենք, հայ գրատպության 500-ամյակին այս օրերին այստեղ են նաև բազմաթիվ սփյուռքահայ գրողներ, քիչ անց մենք նրանց հետ կզրուցենք, բայց մինչ այդ փորձենք զրուցել մեր համակարգացիների հետ, հասկանալ որքանով է ժամանակակից սփյուռքահայ գրականությունը ծանոթ մեր համակարգացիներին։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ փոքր-ինչ պետք է որ ծանոթ լինի, համենայն դեպս ամեն տարի մենք բազմաթիվ անգամ հանդիպումներ ենք ունենում գրական շրջանակներում իհարկե սփյուռքահայ գրողների հետ, իսկ թե որքանով նրանք ծանոթ են կամ նրանց ստեղծագործությունները ծանոթ են մեր հայրենակիցներին։ Սփյուռքահայ գրականություն կարդում եք։ Չէ, ասում չէ։ Ծանոթ չեք։ Չէ՞։ Չեք կարդում։ Բարև ձեզ, կներեք, մի հարց Որքանով է ձեզ ծանոթ ժամանակակից սփյուռքահայ գրականությունը։ Հներին գիտեմ մի քիչ, բայց նորերին չգիտեմ։ Չեք կարդում։ Չէ, վաղուց չեմ կարդում։ Մի հարց տամ ձեզ, դուք սփյուռքահայ գրականություն կարդում եք, ծանոթ եք սփյուռքահայ գրականությանը։ Սփյուռքահայ գրականությանը։ Դպրոցում անցնում եք սփյուռքահայ ոչ միայն արևմտահայ գրականություն։ Արևմտահայ անցնում ենք, բայց ժամանակակից սփյուռքահայ գրականություն չեք անցնում։ Սփյուռքահայ անցնում ենք օտար գրողների, բայց սփյուռքահայ չէ։ Հա։ Ծանոթ չեք կարդացել, այսինքն։ Չէ, արևմտահայերեն։ Արևմտահայ գրողներին սիրում եք։ Այո, հատկապես Գրիգոր Զոհրաբին։ Իսկ բանաստեղծներին մեծարենց։ Այո։ Սովորում եք, կարդում եք։ Արևմտահայերենը դժվար չի ձեզ հաղթահարել։ Չէ, ուսուցչուհիները լավ են պատրաստում։ Թարգմանում ենք արևելահայերենից եւ ավելի նորմալ է։ Փոխադրում եք արևմտահայերենից արևելահայերեն։ Բայց անգիր ենք սովորում ու կարդում ենք արևմտահայերեն, բայց ուսուցչուհիները արևելահայերենն են տալի, որ մենք ավելի լավ կարդանք։ Կարևորը որ սիրում եք։ Մեծարեն Զորապը։ Շնորհակալություն։ Սփյուռքահայ հեղինակներ կարդում եք, սփյուռքահայ գրողների։ Կարդում եք։ Այո։ Ինչ եք սիրում։ Շահնուր օրինակ։ Դուք սիրում եք։ Այո, Նահանջ Նռանց երգի։ Այսինքն այնուամենայնիվ սփյուռքահայ գրականությամբ տարված եք։ Երիտասարդները կարդում են սփյուռքահայ գրականություն։ Այո։ Այո։ Իսկ հայ ժամանակակից գրականություն։ Հայ ժամանակակից գրականություն ավելի քիչ եմ կարդում, բայց բնականաբար ծանոթ եմ։ Ծանոթ եք։ Դուք ուսանողուհի եք։ Ժամանակակից սփյուռքահայ գրողներից Պիտեր Բալաքյան, Պիտեր Նաջարյան, Անուշ Նագաշյան, ծանոթ են այս անունները։ Լսել եմ, բայց ճիշտ շատ այդպես ծանոթ չեմ կոնկրետ գործերի։ Հաչիկ Խաչեր, Տեհրանից, ծանոթ չեք։ Կոնկրետ չէ, ավելի շատ դասականներին։ Այո։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Մի հարց կարելի է ձեզ այսօրերին գրքի համաշխարհային մայրաքաղաքի կապակցությամբ բազմաթիվ նաև սփյուռքահայ գրողներ ժամանեցին Հայաստան, համաժողովի մասնակցեցին։ Դուք ծանոթ եք ժամանակակից սփյուռքահայ գրողներին եւ նրանց գրականությանը։ Անկեղծ ասած ժամանակակից հայ պոեզիային արձակին շատ լավ ծանոթ եմ, բայց սփյուռքին քիչ եմ կարդում սփյուռքը։ Այնուամենայնիվ ծանոթ եմ։ Ինչն է պատճառը, որ քիչ եք կարդում։ Այժմյան գրական պրոցեսները այստեղ ավելի խորքային են, ավելի որոշակիորեն եվրոպական փորձի հետ են կապված։ Իհարկե դուք ասեք նրանք Եվրոպայում են եւ ստեղծագործում են, բայց երբեմն թեմատիկ նույնքան լայնություն չունեն։ Նրանց մոտ ավելի շատ ազգային հիշողությունների վրա հենված գրականություն է, դե չի ասի ամբողջությամբ, բայց մեզ մոտ գնում է դեպի մարդու փիլիսոփայական խորքի վերլուծությունը։ Իմ նախասիրությունները այդքան են, բայց ի կոչման է պարտավոր են բոլորը կարդալ։ Դուք մասնագիտությամբ բանասեր եք։ Այո։ Սփյուռքահայ գրականագետ։ Սփյուռքահայ գրողներ հաճախ դժգոհում են, որ իրենց գրքերը այստեղ քիչ են վաճառվում եւ առասարակ քիչ են նրանց գրքերը ռոպագանդվում։ Համաձայն եք այդ կարծիքին։ Ես կասեի նաեւ հատուկ ծրագիր կա, որ սփյուռքը ներկայացվի, դա վաղուց սկսված գործընթաց է։ Կա, երբեմն պետք է դժգոհենք այն իմաստով, որ սովորական ընթերցողը արևմտահայերենով դժվարությամբ է կարդում, դրա համար այդ քարոզչություն, պրոպագանդա ասած քարոզչությունը դժվար է։ Իսկ բուն սփյուռքահայ գրականությունը, ես բուհում դաս եմ տալիս, հրաշալի սովորում են։ Սկսենք Շահնուրից, սկսենք այնտեղ Ամաստեղ, Էլումա ասեմ, Կոստանզարյան,
այնտեղ օշական շատ լավ ուսանողությունը կարդում է եւ կան մարդիկ, որոնք հատկապես օշականի երիտասարդներ, որ շատ բարձր են գնահատում։ Իսկ առասարակ ինչպես է գնահատում հայաստանցի եւ սփյուռքահայ գրողների համատեղում այս համաժողովները, որ 2 տարին մեկ հաճախականությամբ եւ պարբերականությամբ տեղի են ունենում։ Շատ լավ է, թափանցելիության աստիճանը բարձրանում է։ Մարդ ենք նույն ազգի, պետք է իրար կողքի լինենք, երբեմն միասին մտածենք։ Նրանք քայլում են օտար քաղաքներում, այնտեղ օտար մտածողությունն է, բան է, թող լինեն հայրենիքում, թող տեսնեն, զգան, այնուամենայնիվ հայրենիքը մի վայր է, որտեղ բոլորը գալիս են եւ կարծես թե հոգեվոր հավասարության վրա են կանգնում։ Այնտեղ շատ բան ցակուցրիվ է, ես չէի ուզի ասել այնտեղ մի տեսակ մեր ազգայինի հետևությունը կարծես թե նրանց մոտ բարձր է, բայց բուն կենթանի ազգային process-ը այստեղ է զորեղ։ Այստեղ խնդիրը կա աշխարհի եւ համաշխարհի։ Իսկ այնտեղ մարդը քայլում է օտար քաղաքում կամ բնակվում է կամ գոհ է եւ նա օտարի բնավորության շատ գծեր ունի իր մեջ, որը չի ասի հայ գրականությանը վնաս է, բայց օգուտ էլ չի։ Շատ մեծ չափով քարոզվում է նաև օտարագիր սփյուռքահայ գրողների գրականությունը։ Այ դուք նրանց սփյուռքահայ համարում եք օտարագիրներին։ Մի մասը մեր գրողների այնուամենայնիվ նրանց սփյուռքահայ։ Հիմա ես ձեզ ասեմ օտարագիրը, այո, օտարագիրը ի հավերժ, նա հայ գրող չի։ Բայց եթե դա Վիլյամ Սարոյանն է, ինչ ասել կուզի, որ նա մեծ գրող է, այդ թվում նաև համամարտկային լինելով նաև հայ գրող, բայց պետք է ավելացնել մի բան, ով է հայ ոգու կրողը։ Եթե Սարոյանն է ամենաբարձրը կրում, էլ ինչով նա հայ գրող չի կամ չգիտեմ էլ ինչ։ Նա երևի համաշխարհային գրականության մեջ հայ ոգու վրա կառուցեց իր գրականությունը եւ դրա համար մենք շահեցինք։ Շատերը նկատի ունեն ձուլվելու վտանգը, քանի որ ասենք ստեղծագործությունները ծնվում են անգլերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով, նշանակում է, որ փաստորեն այնուամենայնիվ հեռացումն էլ ձուլումը մի գործընթաց է, որի դեմ պարիսպներ չինական կառուցել անհնար է։ Չձուլվելու համար մաքարում ենք, որքան մաքարենք, որքան երեխա ծնվի, որքան հայերեն խոսի, որքան հայոց դպրոցում ամուլ լինի, այնքան էլ չենք ձուլվի։ Իսկ ավելի լավ չէ, որ համրության պայմաններում մեկը անգլերեն, իսպաներեն եւ այլն բարձրախոսում է ազգիս ոգուց։ Իսկ ժամանակակից հայ գրականությունը հարցնում եմ ձեզ, որտեղ փաստորեն դուք հայագետ եք, հայ գրականությունը, թե սփյուռքահայ, թե հայ ստեղծվող, որքանով է արտացոլում մեր իրականությունը։ Գրականությունը չպետք է դիտել այն հայելին, որը խորհրդային տարիներին դիտվում էր։ Այսպես ասած մակերեսային կյանքի արտացոլումներ, սոցիալական խնդիրներով եւ այլն։ Գրականությունը որպես մաքուր արվեստ հիմա մեզ մոտ գնում է դեպի այդ մաքրության աստիճանակարգման գործընթացով։ Գրականությունը գնում է դեպի իր կերպը, ավելի գեղագիտություն տա, որովհետև նա գեղեցիկի դուստրն է։ Դուք սիրում եք հայ ժամանակակից գրականությունը։ Ես համարյա դրա կարդացողն եմ, որովհետև եվրոպական արդի գրականությունն էլ դա է։ Դասական գրականության մասին ասում են այն ամեն ինչ գրել է, այն ամեն ինչ պատմել է եւ այն իր խնդիրները լուծել է։ Ես չէի ասել, որ դա տանում է դեպի վաղճանաբանություն այդ արվեստի, ոչ։ Բայց այսօր նույն կերպ գրել, այդ ձեր առաջի հարցը, նույն կերպ այսօր անդրադառնալ եւ արտացոլել կյանքը կլինի ինչ, կլինի, որ մենք առաջ չենք քայլում։ Լավ, ինչու այսօր հայ մարդը մեր ժամանակակիցը այնքան էլ տարված չի այսօր ստեղծվող գրականությամբ, հիմնականում դասականներ են կապ։ Ես դες ասեմ, ես տեխնիցիզմի դարաշրջանի մարդու չի չներկայացնող պոեզիան այլաբանության լեզվով, սիմվոլների լեզվով, մարդու հոգին փոշիացել այլևս չես կարող դասական հոգեբանություն դնել այնտեղ։ Մարդը պատասպարվել է իր եսի մեջ եւ իր եսի պատուհաններից վախկոտ նայում է աշխարհի շարժմանը։ Մարդը ինքն իրեն է որոնում եւ գնալով մարդը պիտի ինքն իրեն որոնի եւ դա է դառնում գրականության թեման։ Այն պատրաստի մարդը այլևս նա չի կարող այս փողոցով շրջել։ Շատ շնորհակալ։ 2 տարին մեկ, ինչպես սփյուռքահայերն են ասում, քով-քովի են գալիս հայ գրողները եւ համախմբվում գրական համաժողովի շրջանակներում։ Այժմ զրուցում ենք սփյուռքահայ հեղինակների հետ, որոնց հանդիպեցին գրողների 6-րդ համաժողովի այս օրերին։ Անուշ Նագաշյանն է մեր զրուցակից։
Անուշ ամեն անգամ մեծ սիրով հաջողով ես լինում Երևանում, այս անգամ համաժողովի հետ կապված, այնուամենայնիվ միշտ հարցնում ենք, բայց կարևոր է իմանալ ինչ խնդիրներ ունի այսօր Սփյուռքահայ գրողը։ Գիտեք, շատ լավ սվեցավ փեմին վրայեն, որ ամեն դժվարը Սփյուռքահայ գրողի վիճակն է։ Այսօր այդ վիճակին գանցի նաև հայրենի գրողը, ես գիտեմ։ Սակայն Սփյուռքի մեջ մենք պիտի ունենք զանազան գործեր, որ եւ ատկե վերջ ապրելու համար հետո դու պիտի կանք եւ պիտի մեր հանգիստի ժամը, մեր ամեն ինչ դրամատրենք, որպեսզի կարենանք հայերեն թերթ հրատարակել, հայերենով գիրք գրել, հայերենը հնչեցնել վերջո։ Ես հիմա ունիմ երկար դարներ մանկավարժ եղած եմ, թերքսպարի մանկավարժությամբ, բայց անոր կողքին նաև ունիմ իմ ցերագին աշխատանքներու, անցնում ցերային աշխատանքներու անձնական ցուցասրահս։ Սակայն որ շատ լավ է, որովհետև այդտեղ ուղղակի հայկական մթնոլորտ, հայկական շունչ է եւ մանավանդ ամեն եկող հաջախորդի հետ մենք պիտի խոսենք հայկական ցեղասպանության մասին, սակայն ես միշտ երազում ունիմ, երբ է այն օրը, որ ես միմիայն պիտի զբաղվի քրագանությամբ, որ ուրիշ ոչ մեկ բանի ժամանակ չտամ, այլ միմիայն քրագանություն եւ որովհետեւ գսկամ թե ցանկը այնքան արագ կանցնի եւ որքան շատ ունենք ունիմ եւ եկեք այդ ժամանակակից ձեր գրչենկերներին կարդում եք, ժամանակ ունենում եք կարդալ թե Սփյուռքահայ գրողների թե այո, ավելի գիտեք ինչպես համագարկչի միջոցով է որ կգործանում եք, գծանոթանում եք այդ ժամանակակից գրականություն, ձեզ դուր է գալիս։ Եվ այո եւ ոչ։ Ինչու՞։ Շատ չեմ ուզեր խոսել այդ մասին։ Այո, չեմ ուզեր խոսել։ Գիտեք, աններու բաները խնդիր։ Գիտեք, մենք քիչ ծայրահեղ ժողովուրդ ենք։ Այո, մենք այնքան մեծ համճարներ ունենք, իրենց խոսքը ասած, իրենց միտքը գերտած, այսպես երբեմն ազատության կամ նոր բանաստեղծության անվանդակ այնպիսի սանցերցակ բաներ կգրվին, որ ամբողջովին հագարակ են ես ադոնց որպես հայ գրող, որպես հայ կին, որովհետև կարող են ուրիշ ասկի զավակներ երևի գրել, բայց մենք որ թիվով փոքր ասկ ենք, մանավանդ հայ գիտ գրողը ինքը բարդավոր է բահելու իր հայ գնոջ թեմքը, իր ասկային թեմքը, եւ եթե մենք այդտեղ գվրիպինք, ուրեմն արդեն հայ քրագանություն չէ։ Իսկ հայ գրականության զարգացման համար ձեր կարծիքով իրականում այսօր ինչ է պետք, թե Սփյուռքում, թե հայրենիքում։ Դեք անցումային շատ ծանր շրջան է այսօր մեզի համար, ես կհավատամ, որ գանցնի, այս ժամանակն ալ գանցնի եւ անշուշտ մեր ունեցած հանջարները ետ չեն կար, բայց գուքան նորերը, քիչ ավելի, քիչ բագաս, բայց գուքան նորերը։ Այժմ զրուցենք Լիբանանահայ գրող Համբիկ Մարտիրոսյանի հետ։ Մի քանի խոսք, առասարակ ինչ են տալիս նման համաժողովները ձեզ Սփյուռքահայ գրողների։ Սա առաջին համաժողովը չէ, որում ներկա գլամ, ասկի առաջ մի քանի համաժողովներու ներկա գտնված եմ։ Լա այդ գրողներու համակումար կամ լրագրողներու համակումար։ Յուրաքանչյուր համակումար իր հետ կբերե նորությունն։ Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ այսօր Սփյուռքահայ պայմաններու մեջ գոյություն ունի համաշխարհայնացում, կփչեն ասկական կամիներ, որոնք կսպառնան մեր ընտանիքին, մեր արժանին, մեր եկեղեցվով, այլ խոսքով հայ մարդու ինքնության եւ այսօր դիմաց ուրեմն անհրաժեշտություն է, որովհետեւ մենք մեկտեղվենք, մենք բատնեշվենք, որուն համար լավագույն վայրը մեկտեղվելու եւ միասնաբար որոշումներ կայացնելու վայրը կհանդիսանա մայր հայրենիքը։ Եվ այսօր համար ուրեմն համակարգումներու ընթացքին մենք զինվորակրյալներս, համեստ մտավորականներս, լանանոնք բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր, երբ կմեկտեղվին դարաբելով համթերց ցավեմը նույն ժամանակ կհավատամ, որ իրենք մեր ժողովրդի բազգերակներն են, շունչն են եւ ուրեմն ինչ որտեղ դալիք ունին, ինչ որտեղ ժողովրդին հրահրելիք բաներ ունին, այդ բոլորը կմեկտեղվին հոս եւ որ մենք կփխին նորություններ, այլ խոսքով մենք լիցքավորված կվերաթարնանք, որովհետեւ մեր աշխատանքը հայապահպանության աշխատանքը ավելի բարձրով, ավելի գուրցով ավելի գազմագերբված ձևով իքորց տնենք Սփյուռքահայ պայմաններու մեջ նախ պահելու համար մեր ինքնությունը, ապա զայն փոխանցելու համար մեր քալիք սերունդներուն։ Առասարակ հայ գրող ինչպես է ապրում Սփյուռքում։
Հայ քրողը ընդհանրապես բոլոր աշխարհի վրա գիտեք, որ համես պայմաններու մեջ կապրի, բայց հայ քրողի մտային գարգինը եւ հոգիի գարգինը այնքան հարուստ է, որ ինքը կգոհանա ինչ որտեղ փոքր այսպես ասած քնահատումներով։ Մենք հարցի նյութական գողմը, նյութական երեսը թողած ենք մեկ կողմ, նյութական երեսին չենք նայել։ Երբ ուսուցիչ ես, հայ վարժարանեն ես, տուն հայ աշակերտ կթաստի արագես, երբ հայ աշակերտը հայերենով կսկսի արդասանել, երգել, խոսիլ, արդեն քեզ այնպիսի հարստություն մոտա, որ տուն գմորնաս նյութականը, տուն գմորնաս, որ աշխարհի վրա նաև մարդկայնության գողքին կա նյութը մեզի համար երկրորդական է։ Հայ մտավորականի համար առաջին հերթին սպյուկահայ իրականության մեջ պետք է բայկարի զինվորի նման եւ երկրորդն այն է, որ ինքը գաբավինի իր հայրենիքին, որովհետեւ իր նեցուգը, իր այսպես ասած շունչը, իր կոյադևելու շիջուկը կստանա հայրենիքեն։ Բայց դուք էլ չեն նույն խնդիրներ ունեք, ինչ որ հայաստանցի գրողները, այն է թե անոնալիվ ձեր ստեղծագործությամբ, ձեր գրքերով շատ դժվար է ապրել։ Ընթերցող ունեք։ Ես մինչև օրս 7 քիրք տված եմ, ունիմ 2 քիրք պատրաստ, 3 քիրքեր քերականության դբրոցական, բայց ասեմ, որ մինչև հիմա 1 հատ քիրք չեմ ծախած եւ չեմ ալ ծախել, չեմ ալ գրնար ծախել։ Ես քիրքերս օրինակ կուտամ, ասեմ, որ ամեն 1 քիրքեն ես 1000 հատ գտբեմ եւ կփայժնեմ։ Ես անշուշտ այս իմ մտավորական գրողի կամ բանաստեղծի հանգամանքիս կողքին ունիմ խմբակիրի բաշխոն, որոնց համար կվարձատրվիմ եւ որը բավական է ինձի բահելու համար, այսինքն ապրվելու համար, այդ ամսականը ինձ համար բավական է։ Լավ, նվիրում եք այնուամենայնիվ ընթերցող կա, այո, պարքաստուծո դակավին ունենք։ Ես նայեցեք, ես իմ քիրքերու գողքին նաեւ հրաբարակակիր մարդ եմ, ես շատ հաճախ իմ ընթերցողներեն շնորհավորական նամակներ, շնորհավորական հերացայիններ կստանամ, որոնք կհետաքրքրվեն։ Մենք ունենք, չսենք, որ ընթերցող չկա, ընթերցող կա, միշտ ալգա ընթերցող, կրնա նվազիլ, բայց անպայմանորեն խենթերը չեմ բացիր եւ այդ խենթերն են, որ ընդհանրապես երկրաշարժ առաջ կբերեն, ցնցում առաջ կբերեն։ Եթե այդ ցնցումը գոյություն չունենար, մենք արդեն մի օրինակության մեջ թաղված կլայինք։ Իսկ ինչ է պետք հայ գրականության զարգացման համար ձեր կարծիքով։ Կարդում եք ժամանակակից գրականություն, հայ սիրում եք հայ ժամանակակից գրականություն։ Նայեցեք։ Այդ ձեր սիրած հեղինակներն ով։ Նայեցեք, մեկ բան բիդեսեմ։ Մենք Հայաստանի անկախացումն հետո շատ բան գագնգալ էինք, կսպասեինք, որ նոր քրողներ հրաբարակ պիտի կան, նոր շունչ պիտի բերեն, սակայն մեր եւ պոեզիան եւ արձակը ինչ որտեղ վերանորոգման գարիք ունի, մենք ինչ որտեղ ցնցումի ապտակի գարիք ունենք, մենք պիտի չքինովնայինք անկախացանք եւ վերջացանք։ Ատկե հետո եւ որ հայ քրողը պիտի կա իր քրիչով ուղղություն տալու մեր ժողովրդին, մեր հասարակության։ Դժբախտաբար համեստ եմ պայմանները, օրինակի համար Բարույր Սևագով պիտի չթատրեր Համոսահյանով, Շիրազով, Սիլվագաբուդիկյանով եւ կամ իրենց հաջորդող մի քանի քերթողներով մենք պիտի շարունակեինք Ռազմիկ Տավոյանով օրինակի համար ունենք հիմա, չունենք չէ երիտասարդներ, բայց այդ երիտասարդները պետք է անպայմանորեն մեր ժողովրդին շիջուկ տալու, խրախուսելու մասին մտածեն, այլևս բարձրապես բնություն երգեն, ասենք թե դերև երգեն, ծաղիկ երգեն, այս բոլորը արդեն ինձ համար ժամանակավրեպ է, մենք այսօր բոլոր ժամանակներ են ավելի, մեր առջև ունենք ազգային նպատակ, պիտի այդ ազգային նպատակի շուրջ որոշում կայացնենք, հայ քրողը հոն է, որ աշխատանք պիտի կատարի, քիչ առաջ մեկը գսեր, որ հայ քրողը գլուխ է, շատ ճիշտ է, հայ քրողը առաջնորդող իր հոդվածով, իր հրաբարակությամբ է, որ ժողովուրդը պիտի զարգացնի, պիտի չույլ տանք, որ ժողովուրդը այսպես անկլուխ մնա, ադոր համար անհրաժեշտություն է, որ քրողը, բանաստեղծը, հրաբարակակիրը, խմբակիրը նոր շունչ տա, նոր որակ տա, նոր երակ ներշնչե մեր ժողովրդի յանքերներս։ Հայաստանում որում բանավեճերի առիթ է տվել այն միտքը թե արդյոք գրողը իրոք պարտավոր է լինել նաև հասարակական կերպար կամ գործիչ, ինչպես նախկինում եղել են մեր գրողներ շատերը, Թումանյանը, Բերանը, Իսահակյանը։ Հիմա ասում են այն ժամանակներն են, որ գրողը միայն պետք է ստեղծագործի եւ չզբաղվի որևէ այլ խնդրով։ Դուք համամիտ։ Ներողություն։ Հոս բարակամը գա։
քրողը հերու չի գրնար մնալ քաղաքականութեն այնքան ադեմ որ գաբրիս կստեղծագործես թուն որուն համար կստեղծագործես թուն քու ժողովրդի համար կստեղծագործես այն վայրգյանին երբ սա քրիչը գտարնա կորձել է թուն այլևս բանաստեղծ չես կրնար գոչվել թուն արձակագիր չես կրնար գոչվել քու քրիչը պիտի շարժի որբեսի քու ժողովուրդը առաջնորդե ինչ որտեղ իսկ հիմա ես խորհուրդ պիտի դայի մեր քրողներուն նամանավան երիտասարդ քրողներուն մելանի թանակի օգտագործման ժամանակ քիչմալ ազգային խիղճ թող տնեն այդ մելանին մեջը եւ այդպես թող շարժին իրենց քրության մեջ իրենց ստեղծագործության մեջ ազգային խիղճ թող տնեն իսկ մեր ընդհանրապես աշխատանքներում մեջ ազգային քաղաքապարախոսությունը շատ կարեւոր է պետք է թեր գտնե այդ մեկը Դուք պատրաստվում եք այս հարցերի շուրջ խոսել այս համաժողովին Ես միշտ կխոսեմ Աստված մեզի դված է ուղեղ, Աստված մեզի դված է լեզու, ուղեղ մտածելու, լեզու խոսելու։ Իսկ այս բոլորով համտերց նաև մենք ունենք սա համեստ քրիչը գտեսնեք այս համեստ քրիչը գիտեք ինչ էր գրնա անել աշխարհի ամենաաժան բանն է բայց ամենազորավոր բանն է ասոր հետ ցնցումներ գրնաս իրագործել հեղաշրջումներ գրնասնել այս մադիդը ինչեր չներ Եվ այս գրիչը գրողի ձեռքին է Այո ուրեմն պիտի գիտնա օգտագործել ինչպես զենքը զինվորականի ձեռքի մեջ Հաջողություն ձեզ Շնորհակալ եմ ձեզ